Մեդիա կենտրոնը շարունակում է իր աշխատանքը ուղիղ հեռարձակմամբ եւ այս պահին կքննարկենք ընտրությունները խոցելի խմբերի համար եւ զինված ուժերում թեման ներկայացնեմ մեր բանախոսներին կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տեր-Չանյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդին Նեգրիգորյան եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյան, նախ շնորհակալ եմ մեր հրավերին արձագանքելու համար։ Հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին կարևոր է բոլոր քաղաքացիների ընտրական իրավունքի լիարժեք եւ հավասար իրացման ապահովումը։ Խոցելի խմբերը, ինչպես նաև փակ հաստատություններում գտնվող անձինք հաճախ բախվում են իրավական, կազմակերպչական եւ տեղեկատվական խոչընդոտների, որոնք կարող են սահմանափակել նրանց մասնակցությունը ընտրական գործընթացներին։ Ընտրական օրենսգիրքը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջները նախատեսում են հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար ֆիզիկական մատչելիություն, թեքահարթակներ, լայն մուտքեր, քվեախցիկների հարմարեցում, անհրաժեշտության դեպքում աջակցող սարքեր կամ օգնություն։ Որքանով են պահպանվում օրենքի այս պահանջները, Տիկին Տեր-Չանյան, համեցեք։ Շնորհակալություն հրավերի համար եւ մեզ ուզող հարցերը բարձրաձայնելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ միայն իր վարի կամքի շնորհիվ, այլ նաև օրենքի ուրեմն դրույթի համապատասխան իրականացնում է մի շարք միջոցառումներ ձեռք թվարկած ուրեմն խմբերի հետ կապված եւ նախընտրական այս շրջափուլում բազմաթիվ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու քվեն իրացվի։ Խոսքը վերաբերելի է ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ ինչպես նշեցիք, փակ հաստատություններում զինվորների, քանի որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այդ ընտրական գործընթացը վերաբերելի է նաև զինվորներին, քրեակատարողական հիմնարկներին, ձերբակալված վայրերում պահվող ստացիոնար բուժում ստացողների համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքի ուժով որպես իրավակիրառ մարմին իրականացնում է մի շարք միջոցառումներ հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար մատչելիության ապահովման բաղադրիչով միջոցառումներ է ձեռնարկում տեսողության խնդիր ունեցողների համար եւ իր ամբողջ ուսումնական process-ում ներառում է համապատասխան բաղադրիչներ, որպեսզի իրազեկի նաեւ այն անձանց, ովքեր որ ուղղակի քվեարկություն կազմակերպողներ են, խոսքը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների մասին է, որպեսզի իրազեկված լինեն, թե ինչպիսի հարաբերություններ պիտի պահպանեն հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ։ Շնորհակալություն, պարոն Հովսեփյան, ձեր աշխատանքի ուսումնասիրության բերումով հուսով եմ կարող եք նաև մանրամասն ասել, որքանով է մատչելի ընտրությունների մասնակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Շնորհակալություն։ Իրականում մատչելիության խնդիրը ավելի լայն պիտի դիտարկենք ոչ միայն ընտրությունների համատեքստում, որովհետև միայն տեղամասի մատչելիությունը չէ, որ պայմանավորում է անձի տեղամաս գնալ ընտրելու իրավունքը, այլ առաջին հերթին իր տանից դուրս գալու, տրանսպորտի հասանելիության եւ նաեւ տեղամասի տարածքում տեղաշարժվելու հնարավորությունն է, այսինքն այդ խնդիրները միայն ընտրությունների օրը չեն, որ արկա են եւ շատ կարեւոր է նկատի ունենալ, որ դրանք մեր դպրոցներն են, մանկապարտեզներն են, այլ հաստատություններն են, որտեղ ամեն օր որոշակի գործառույթներ են կազմակերպվում եւ միայն ընտրությունների օրն է, հունիսի 7-ին է, որ դրանք դառնալու են տեղամասային կենտրոններ։ Եվ գաղտնիք չէ, որ դրանց զգալի մասը անմատչելի է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որովհետեւ ցավոք նույնիսկ եթե կան մատչելիության ստանդարտներ 2006 թվականից սկսած, բայց դրանք շենքեր, որոնք ամբողջովին համապատասխանում են այդ ստանդարտներին, ցավոք մենք չունենք։ Եվ խնդիրը այստեղ մատչելիության վերահսկողության բացակայությունն է, որ օրինակ տեսչական մարմինը քաղաքաշինության հրդեհանավտանգության տեսչական մարմինը վերջին տարիներին տարեկան առավելագույն 5-6 դեպք է, որ արձանագրում է տարեկան մատչելիության խախտման, բայց դա հասկանալի է, որ այս շինարարական մեծ տեմպերի եւ հիմնանորոգումների մեծ թվի հետ կապված այդ թվերը պիտի համաչափ լինեին, համեմատելի լինեին մեր տեսածի հետ, որը մենք կարող ենք տեսնել ուղղակի փողոցում 2-3 րոպե քայլելով միանշանակ ավելի մեծ թվով խախտումներ կարող ենք արձանագրել, այնպես որ ես ամենաառաջին հերթին կարևորում եմ միջավայրը, որտեղ ընտրությունները կազմակերպվում են եւ ջանքերը պիտի տարվա բոլոր օրերին գործադրվեն, այդ թվում նաեւ
ընտրություններին մասնակցությունը հեշտացնելու համար։ Շնորհակալություն, ճիշտ հասկացա, որ խնդիրները ամեն դեպքում կունենան հաշմանդամություն ունեցող անձի կայո։ Միանշանակ կունենա, որովհետև ընտրությունները կախարդական փայտիկ չեն այն առումով, որ հենց դրանց նշանակմամբ ընտրությունների օրվա նշանակմամբ այդ տեղամասային մատչելի չեն դառնում։ Իհարկե փոփոխություններ միշտ կարելի է նկատել, օրինակ վերջին շրջանում կառուցված դպրոցներ, մանկապարտեզներ մի քիչ ավելի մատչելի են, բայց բնականաբար ոչ ամբողջությամբ, բայց դրանք որոշակի առումով կարող են բարելավել իրավիճակը։ Ընդհանուր առմամբ միանշանակ ընտրությունները շատ հաճախ անմատչելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար եւ խոսքը միայն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին չէ։ Այստեղ շատ կարևոր է նաեւ նախընտրական փուլում խոսել խուլ անձանց համար քարոզարշավի մատչելիության վերաբերյալ կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար հեշտ ընթերցող ձևաչափերով տեղեկությունների ներկայացման եւ այլն, որոնք ցավոք շատ տարածված չեն եւ բնորոշ չեն մեր ընտրություններին։ Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան, այսինքն ըստ էության օրենք է խախտվում, եթե մարդիկ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց ընտրելու իրավունքը եւ նաեւ կուզեի անդրադառնանք արդեն հոգեկան առողջության կենտրոններում կազմակերպվելիք քվեարկությունների վրա հնարավորության դեպքում ըստ օրենքի կազմակերպվում է տեղում քվեարկություն հատուկ ընտրատեղամաս կամ շարժական քվեատուփերի արկայությունը ձեզ հնարավորություն կտանք Տիկին Տերչյան եւ նպատակն է այս կենտրոններում անձին դուրս չբերել հաստատությունից, բայց ապահովել քվեարկությունը, այս դեպքում եւս կարեւոր է հասկանալ քաղաքացին միայնակ է քվեախցում, եթե քվեատուփը շարժական է, ինչպես է կատարվում այդ գործողությունը ընտրելու եւ գաղտնիությունը ապահովում։ Ես ճիշտ ասած չգիտեմ որտեղից էր առանձին կամ ինքնություն տեղամասի մասին կարգավորումը, որտեղ նման բան չկա, ստացիոնար բուժօգնություն ստացող անձանց համար այդ հաստատություններում նախատեսվում է շրջիկ քվեատուփով քվեարկություն, ու շրջիկ քվեատուփը կցված է ըստ էության դրա մոտիկ տեղամասին։ Այսինքն ինքը ոչ թե առանձին է, այլ ուղղակի այդ տուփը տարվում է ստացիոնար հաստատություն եւ ձերբակալված անձանց պահման վայր քվեարկությունը կազմակերպելու համար իդեպ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ հասարակական կազմակերպությունը դիտարկելու է հենց այդ գործընթացը, այնպես որ կարծում եմ ավելի լավ տեղեկացված, ավելի լավ կներկայացնի, բայց քվեարկության գործընթացի մասին մենք հետո կհասկանանք, այսինքն այստեղ չենք առանձնացնում հոգեկան առողջության խնդիրներով կամ այլ տարբեր պատճառներով ստացիոնար բուժօգնություն ստացող անձանց մասով, այստեղ կարգավորումը նույնն է, ու մենք առանձին տեղամասեր փակ հաստատություններում ունենում ենք միայն քրեակատարողական հիմնարկներ։ Ներողություն, եթե շարժական քվեատուփը մոտեցվում է ինձ դիցուկ եւ ես հրապարակայինն եմ այդ գործողությունը անում ընտրության, թե ինձ համար քվեախցիկ պետք է լինի, որտեղ ես միայնակ լինեմ եւ որևէ մեկը տեղյակ չլինի իմ քվեարկության process-ից, համեցեք։ Շնորհակալություն, ինչպես արդեն Տիկին Գրիգորյանն ասաց, շրջիկարգով քվեարկություն կազմակերպվում է այն հաստատություններում, որոնք որ նշվեց, դրանք ձերբակալման վայրերում բախվող քաղաքացիների համար են, ստացիոնար բուժում ստացող ռազմաբժշկական հաստատություններում են եւ կենտրոնական դրական հանձնաժողովը հատուկ կարգ ունի, թե ինչպես պետք է կազմակերպեն տվյալ հաստատություններում քվեարկությունը։ Շրջիկարգով քվեարկության գործընթացը հետեւյալն է, որ տեղում ապահովվում է գաղտնիությունը, օրինակ հիվանդանոցներում, ստացիոնար բուժման հաստատություններում դրանք շիրմայով այսպես փակ տարածք են ստեղծում, որտեղ ընտրողը ինքնուրույն է մնում առանց որևէ մեկի տեսադաշտում ինքը կարողանում է իր քվեն գաղտնիության պայմաններում դնել ծրարի մեջ եւ այնուհետեւ շրջիկարգի մեջ գցել։ Այդ ամբողջ գործընթացը կազմակերպվում է դիտորդների, վստահված անձանց եւ այն անձանց ներկայությամբ, ովքեր որ իրավունք ունեն տեղամասային դրական հանձնաժողովում գտնվելու։ Քվեակատարողական հիմնարկներում մի քիչ այլ է, տեղում ձևավորվում է տեղամասային կենտրոն եւ քվեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողը հենց տեղում է քվեարկությունը կազմակերպում, ինչպես սովորական քաղաքացիները մեկ այլ տեղամասում, ընթացակարգերը հստակ գրված են, որևէ խնդիր չկա եւ չի առանձնացվում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար առանձին պայմաններ կամ մյուսների խնդիրը ոչ թե հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար առանձին պայմաններ, այլ նրանց իրավիճակով պայմանավորված, այսինքն ամեն դեպքում նրանք առանձնահատուկ իրավիճակում են եւ դրանով պայմանավորված։ Շնորհակալություն, հենց այսօր խոսը
խոսել եմ մի այդպիսի հաստատության ղեկավարի հետ, որտեղ մենք նաև քարտեզագրում ենք այն բոլոր կառույցները, ովքեր որ պիտի կազմակերպեն հենց Սևանի հոգեկան առողջության կենտրոնի եւ ընտրատարածքային դրական հանձնաժողովի նախագահի հետ եմ խոսել, թե ինչպես է կազմակերպվում, որտեղ այո, ճիշտ եք ասում, որոշ նրբություններ կամ մոտեցումներ կան, որոնք պետք է հաշվի առնվել եւ այն տարածքները կամ գաղտնիության ապահովման պայմանները, որ ստեղծում են, այդ ամբողջը պիտի հաշվի առնել եւ հաշվի առնվում են, օրինակ վերնշած հաստատությունում վարչական մասում առանձնացված սենյակ է հատկացվում, որտեղ իրենք քվեարկությունը այնտեղ են կազմակերպում եւ դիտորդները եւ վստահված անձիկ եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լինել այդ սենյակում եւ դարձյալ, քանի որ ինքը հիվանդանոց է եւ հիվանդանոցային պայմաններ են, դարձյալ գաղտնիությունը ապահովման անկյուն է ստեղծվում, որտեղ ընտրողը կարող է իր քվեն իրացնել։ Այստեղ այլ խնդիր է, թե ընտրողի մոտեցումը ինչպիսի դրսևորում կարող է ունենալ, դրա համար այնտեղ ուղեկցող բժիշկը կամ համապատասխան բուժաշխատողը սենյակից դուրս դրան ետևում է լինում, եթե խնդիրներ են առաջանում, ապա հանձնաժողովի այն անդամը, որ իրականացնում է այդ քվեարկության գործընթացը, նա դիմում է տվյալ բուժաշխատողին, որպեսզի համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն։ Ընթացակարգը ուրեմն հստակ կենտրոնական դրական հանձնաժողովի որոշումը սահմանված է եւ հետեւյալ կերպել իրականացվում է, ինչպես նշեցի։ Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան, այս հարցն էլ ձեզ ուղեմ, զինված ուժերում ընտրության կազմակերպումը ինչպես է անցնում, այնտեղ էլի որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, հիմնավորմամբ, որ ծառայությունը որպեսզի չխաթարվի, նաև զինծառայողները ստորաբաժանումը զանգվածաբար չլքեն քվեարկելու նպատակով, այդպես ինչպես ասում են, պոստերում կանգնած զինվորներ կան զինծառայողներ, այս դեպքում ինչպես է կատարվում ընտրությունը եւ ինչպես այնտեղ կարող են լինել վստահված անձինք եւ դիտորդներ։ Զինծառայողների քվեարկությունը իրականացվում է սովորական տեղամասերում։ Զինծառայողները ուղղակի գալիս են ոչ շարային քայլերով, մենակ գալիս են քվեարկելու։ Մենք պետք է հիշենք իհարկե, որ քվեարկությունը իրավունք է, ոչ թե պարտադրանք, ու զինծառայողներին չեն կարող պարտադրել գալ քվեարկելու, եթե իրենք ծառայություն են իրականացնում նույն պոստերում կամ նույնականաբար պարտավոր չեն։ Եթե ցանկանում են քվեարկությունը իրականացնել, դա պետք է կազմակերպվի, ընդառաջվի եւ օրինակ հերթափոխ կազմակերպվի, բայց ամեն դեպքում պարտադրանք չկա, ու քանի որ քվեարկությունը հենց քաղաքացիական տեղամասերում է իրականացվում, նրանք դա իրականացնում են այն նույն միջավայրում, որտեղ որ այլ ընտրողները, հետեւաբար նույն դիտորդները, վստահված անձինք եւ այլն այստեղ կան։ Զինծառայողների քվեարկության հետ կապված յուրահատկությունը ոչ թե քվեարկության հետ է կապված, այլ տեղեկատվության հասանելիության, որը պետք է լինի հասանելի մինչև քվեարկություն, քարոզչական նյութերի հասանելիությունը, որ այստեղ պետությունը ունի պարտավորություն ապահովելու հավասարություն։ Նյութերը տպագիր եւ այլ տարբեր նյութեր, որոնք փոխանցվում են պաշտպանության նախարարության կողմից, հասնում են տեղ ու նաեւ հաշվի առնելով, որ հանրային հեռարձակողը եւ այլ տարբեր լրատվամիջոցներ հասանելի են, նրանք պետք է ունենան հավասար պայմաններ տեղեկանալու, թե ովքեր են մասնակցում ընտրություններին, որպեսզի կատարեն իրազեկված ընտրություն, բայց հենց բուն քվեարկության ընթացքը ըստ էության պետք է լինի հնարավորինս մոտ քաղաքացիական քվեարկությանը, ու հենց այն դեպքերում, երբ որ մենք տեսել ենք, որ կա չափազանց կանոնակարգված քվեարկություն, այդ է խնդիր եղել ու հուսով ենք, որ այդպես չի լինի։ Մի ճշտող հարց է, դուք ասացիք, որ պետք է տեղեկացված լինեն, իսկ տեղեկացված են հետևում եք այդ գործընթացին, որքանով են զինվորները, զինծառայողները տեղեկացված այդ ինֆորմացիոն առումով։ Մենք գիտենք, որ կա իրավունքը կուսակցությունների նյութեր փոխանցելու։ Եթե իրենք ունենան դժվարություն տեղեկատվությունը փոխանցելու կամ հասանելիության, հուսով ենք, որ դրա մասին կբարձրաձայնեն։ Եթե իրենք չբարձրաձայնեն, ըստ էության ստացվում է, որ այդ խնդիրը չկա։ Իրականում տեղեկատվության հասանելիության հետ կապված կամ ներառականության հետ կապված ես չգիտեմ, օրինակ քարոզչական փուլի մասին ուզում եք խոսել թե չէ, բայց կուզենայի ասել, որ այն ինչ որ նշվեց, քվեարկության օրը չի միայն հարցը, մինչև այդ տեղեկատվության հասանելիությունը։ Մենք օրինակ ունենք մի խնդիր, որի մասին առանձնապես երբեք չխոսվեց այդ խնդիրի առաջանալու պահից, երբ մինչև 24 թվականի դեկտեմբերը մենք ունեինք կարգավորում կուսակցության մասին օրենքում, որ վստահ չեմ, որ առանձնապես կիրառվում էր, բայց ամեն դեպքում ունեինք կարգավորում, որ պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունները իրենց ֆինանսավորման մի հատվածը օգտագործում են ներառականության ներկայացուցչական ապահովման միջոցառումների համար։ Օրինակ կարող էին դա օգտագործել ժեստերի լեզվով թարգմանություն ապահովելու, նյութերը իրենց բրայլյան տարատեսակներով տպելու եւ այլ տարբեր միջոցառումներ,
ցավոք սրտի կուսակցությունները ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները որոշեցին, որ դա ավելորդ բեռ է իրենց համար եւ դա հանեցին օրենսդրական կարգավորումներից։ Կարծում եմ, որ դա խնդիր է, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք մատչելիության մասին, մենք առաջին հերթին պետք է կարողանանք հասկանալ արդյոք քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, ունեն քաղաքական կամք ապահովելու այդ մատչելիությունը, ներառականությունը։ Հիմա եթե իրենք իրենց նյութերի մեջ օգտագործում են ժեստերի լեզվով թարգմանություն, օգտագործում են լուսագրերը, փորձում են իրենց նյութերը, օրինակ հավաքները կազմակերպել այնպիսի վայրերում, որոնք մատչելի են, սա է առանցքային հարցը։ Դեռ միայն քվեարկության օրվա մասին խոսելը կարծում եմ անարդյունավետ է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ մարդիկ նաև իրազեկված ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենան ու դա ըստ էության պետք է ապահովի նախորոք։ Իհարկե քվեարկության տեղամասը ինքն իրանով որպես հաստատություն պետք է լինի մատչելի, ոնց որ դա առանձին հարց է, բայց արդյոք ընտրողները, որոնք հասնում են տեղամաս, ունեն այդ հնարավորությունը հասկանալու, թե իրենք այս ամբողջ ժամանակահատվածում ինչ որոշում են կայացրել, ինչի հիման վրա եղել այդ որոշումը, դա կարծում եմ շատ կարևոր է։ Շնորհակալություն, պարոն Հովսեփյան, մենք դες հետ բարբերաբար երևի թերևս ընտրություններին, բոլոր ընտրություններին հավաքվում ենք, խոսում ենք հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի խոչընդոտների մասին։ Այ համեմատության համար հիմա նորից այդ թեման արդիական է։ Ինչքան պետք է այդ թեման այդպես արդիական մնա ու ամեն ընտրությունից առաջ հավաքվենք, զրուցենք, քննարկենք։ Այս ընտրություններին գուցե տեքստս շատ նմանվող է նախորդ ընտրություններին, բայց հույսով եմ գոնե մյուս ընտրություններին մի քիչ տարբերվող տեքստ կասեմ, որովհետև այո, ճիշտ եք նկատում, որ այդ խնդիրները վերջին տարիներին շատ քննարկում ենք բոլոր ընտրություններից առաջ եւ դրանք շատ նման են, չեն փոխվում, բայց որովհետև գործ ունենք շատ մեծ ծավալի համակարգային խնդրի հետ եւ դրա լուծումները գտնելը պետությունից պահանջում են լրացուցիչ ռեսուրսների ջանքեր, քաղաքական կամք դա անելու եւ այդ առումով սա շատ դժվար լուծելի հարց է հենց առնվազն կարճաժամկետ առումով, որովհետեւ խոսքը մեծ թվով շինությունների շենքերի մասին է, բայց համակարգային խնդիրներ բնականաբար ինչպես նշեցի մատչելիության մշտադիտարկման մասով կա, բայց նաեւ պետությունը չենք տեսնում, որ շատ մեծ ջանքեր է գործադրում արդեն գոյություն ունեցող շենքերը մատչելի դարձնելու ուղղությամբ։ Մենք գիտենք օրինակ կառավարությունը մի որոշում էր ընդունել 29 բարձր նշանակության օբյեկտների մատչելիության ապահովման մասով։ Դրանք հիմնականում վարչական շենքեր էին եւ այլն, բայց տեսանք, որ կառավարությունը այո հաստատեց պլանը, որ պիտի մատչելի դարձնեն քաղաքաշինության կոմիտեն, բայց ֆինանսավորում չնախատեսեցին պետական բյուջեի նախագծով եւ թեև աշխատանքները պիտի ավարտվեին 2026 թվականին, դրանք միայն նախագծման փուլում ավարտվեցին։ Այսինքն հենց շինարարության համար նույնիսկ այն ամենակարևոր 29 օբյեկտների մասով պետությունը միջոցներ չհատկացրեց։ Այս առումով ամենայն հավանականությամբ հաջորդ ընտրություններին էլ կկանչեք նույն բաները կասեմ։ Տիկին Տերչանյան, օրերս մեր տաղավարում քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամներն են եւ երբ նրանք խոսում էին, թե որքան խախտված են այդ փակ հաստատություններում գտնվող անձանց իրավունքները, առողջության իրավունքը, կրթության եւ այլն, մենք մտավախություն ունենք, որ իսկ հետաքրքիր նրանց ընտրելու իրավունքի դեպքում ինչ կլինի։ Այդ միջավայրում քրեակատարողական հիմնարկների միջավայրում, որտեղ նաեւ նրանք էլ փաստեցին, որ քրեական ենթամշակույթը այդպես ամուր հիմքեր ունի, ինչ մեխանիզմներով կարելի է երաշխավորել գաղտնի քվեարկությունը հաշվի առնելով վարչակազմի եւ աշխատակիցների ֆիզիկական ներկայությունը եւ ջանքերը վերահսկելու ամեն բան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Կարծում եմ, որ ընտրությունների հետ կապված մի քիչ այլ սցենարի հետ գործ ունենք, որովհետև այստեղ մենք նույն իրավահարաբերություններով, նույն ընդհանուր միջավայր ենք ձևավորում, ինչպես որ սովորական քաղաքացիներին, որոնք որ դրսում են գտնում եւ սովորական տեղամասային կենտրոնում են քվեարկում, այսինքն կենտրոնական դրական հանձնաժողովը իր պարտքն է համարում նույն միջավայրը ձևավորել, այսինքն տեղամասային կենտրոն է ձևավորում այնպես, ինչպես որ 2005 տեղամասային կենտրոններում, որոնք որ ձևավորված են եւ նույն ընթացակարգով են քվեարկությունը իրականացվում։ Ազդեցություն
ընտրությունների առումով ասեմ, թե եթե մտավախություն կա, թե Ուղղորդեն ներկայացնեն այո կամ մտավախություն եւ այլն, պիտի ասեմ, որ ընտրական համակարգերը բավականին առաջընթաց արձանագրել այս առումով վերահսկողությունը բացառելու կամ խիստ սահմանափակելու առումով, որտեղ ընտրողը երբ որ արդեն այն տարածքում է, որը կոչվում է քվեարկության խցիկ, ինքը մնում է մենակ եւ ինքը ընտրում է այն քվեաթերթիկը, որի վրա գրիչով որևէ նշում չի անում եւ բազմաթիվ են այն քվեաթերթիկները, որոնք որ չեն օգտագործվում եւ քիչ ավելի հավանական է լինում վերահսկել, թե ով ում քվեարկեց։ Այսինքն, երբ խցիկի ետևում է ընտրողը, ինքը ընտրում է այս պարագայում արդեն 19, եթե բան չփոխվի, 19 քվեաթերթիկից մեկը եւ դնում է ծրարի մեջ, եւ մնացած 18-ը գցում է համապատասխան արկղի մեջ, որը որ արկա է քվեարկության խցիկի ներսի մասում։ Այսինքն վերահսկելիությունը, եթե այդ առումով տեխնիկական առումով ասեմ, գրեթե չի կարելի ասել, որ գոյություն ունի, որովհետեւ այդ վերահսկողության մեխանիզմները ուրեմն բավականին նվազել են։ Ավելին ասեմ, քվեակատարողական հիմնարկում, ինչպես սովորական տեղամասային կենտրոնում մեր դիտորդները վստահված անձիկ լիազոր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները եւս իրավունք ունեն ներկա գտնվելու եւ հսկեն այդ ամբողջ իրավիճակը, եթե մենք կունենանք խնդիրներ եւ արձագանքներ, որ գիտեք խախտվել է քրեակատարողական հիմնարկում ընտրողի իրավունքը եւ նա չի կարողանում ազատորեն գնալ եւ իր քվեն իրացնել, ապա ամիջապես արձագանքը կունենան կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որովհետեւ մենք համընդհանուր մոտեցում ունենք բոլոր տեղամասային կենտրոններում քվեարկությունը կազմակերպելու համար եւ ինչ որ մեկի ուղեկցությունը, ինչպես որ տեղամասային կենտրոնում այն անձիկ, ովքեր որ իրավունք ունեն ներկա գտնվելու, նույնը վերաբերելի է նաեւ քրեակատարողական հիմնարկում, այսինքն քրեակատարողական հիմնարկում հեղինակություն վայելող կամ ծառայության մեջ գտնվող որևէ սպա եւ այլն իրավունք չունի այդ բանի քվեարկության սենյակում գտնվելու եւ որևէ ցուցումներ տալ։ Վարագույրից այն կողմ ինչ կարող է կատարվել կամ նախապես դա արդեն այլ դաշտ է տեղափոխվում եւ մեր այն քվեարկության process-ը, որ մեր իրավական դաշտում է գտնվում, մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի պատշաճ կերպով կազմակերպվի թեկուզ այն անձանց, ովքեր որ չեն ցանկանում կամ ովքեր որ ցանկանում, այստեղ ազատ է քվեարկության իրավունքը նաեւ այդ դաշտում։ Այսինքն մենք չենք առանձնացնում, դա տեղամաս է մեզ համար, որտեղ քվեարկություն է կազմակերպվում բոլորի պես։ Տիկին Գրիգորյան, ինչպես պարոն Հովսեփյանի հետ նոր վերհիշեցինք մեր անցյալ քննարկումները եւ նույն բովանդակությունը, այս դեպքում նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի ներկայացուցիչների հետ է անընդհատ այսպես հին ձայնապնակի պես, ձայնասկավառակի պես նույն մեղեդին պտտեցնում ենք։ Հետաքրքիր է այս տարի այն փոփոխությունները, որոնք կատարվեցին ընտրական օրենսգրքում եւ այլն, ինչ որ փոփոխություններ ակնկալում եք դիտորդական առաքելության մեջ եւ հետաքրքիր է նախադեպերը եղել են փակ հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրության իրավունքի կամ զինված ուժերում ընտրության իրավունքի խախտումների նախորդ ընտրություններից, որոնք հույս կարող եք ունենալ, որ այս անգամ չի կրկնվի, համեցեք։ Ըստ էության մենք միշտ դիտարկում ենք օգնելու ինստիտուտի չարաշահումը կամ իրական օգտագործումը ու տեսնում ենք, որ կա որոշակի փոփոխություն, քվեարկության կարգը իրականում մենք փաստացի քննարկումների ընթացքում, օրենսդրական փոփոխությունների ընթացքում հենց քննարկման առանցքում էր այն, որ լինի հնարավորինս հեշտ, հնարավորինս մատչելի, հասկանալի եւ միաժամանակ նվազագույնի հասցնի վերահսկի ընտրողի քվեարկությունը վերահսկելու հնարավորությունը։ Այսինքն այն կարգը, որ մենք ունենք, լիարժեք ապահովում է եւ հեշտ քվեարկությունը եւ քվեարկությունը այնպես, որ ընտրողի քվեարկության գաղտնիությունը լիովին ապահովված լինի։ Օրինակ այն, որ մենք նախկինում շատ հաճախ ունեինք պնդումը, որ տարաճանաչ չեն, անպայման պետք է օգնության կարիք ունենան, հիմա դա ըստ էության չի կարող լինել որպես փաստարկ, որովհետև քվեարկության համար անհրաժեշտ է ընդհանրեն իմանալ թվերը։ Ու թվերը ենթադրվում է, որ կապ չունի դու հայերեն գիտես թե չգիտես, դու թվերը գիտես, բոլորը գիտեն թվերը, ու այսինքն
Իսկ եթե չեն տեսնում կա բրայլյան կաղապարը, եթե տեսնում են թվերը ամենայն հավանականությամբ կա դրա հնարավորությունը, շատ աննշան տոկոս է այն դեպքերը, որտեղ որ չես կարող տեսնել, ըստ այդմ նաև օրինակ խոշորացույցի կարիք չկա, որովհետև այդ թվերն բավականին մեծ են։ Այսինքն եմ խնդրում, ասացիք թվեր, բայց դրանից առաջ նաև խոսեցինք տեղեկատվության մատչելիության այո։ Մենք խոսում ենք քվեարկության մասին։ Մենք խոսում ենք հենց քվեարկության process-ի մասին։ Ես կարող եմ այդ ամեն ինչը միշտ առանձնացնել ու չեմ կարող դրանք նայել նույն տեսանկյունից։ Քվեարկության հենց process-ում մարդուն պետք է իմանալ թիվը, որովհետև ենթադրվում է, որ երբ ինքը եկել է քվեարկության, ինքը քվեարկցիկում չի որոշում կայացնում կամ որովհետև այդ դեպքում մենք ասենք պետք է նաև բոլորի բուկլետները տեղում լինեն կամ տեսահոլովակները, հարցազրույցները, որ ինքը տեղում կողմնորոշվի։ Ենթադրվում է, որ ինքը եկել է կողմնորոշված ու այդ դեպքում իրան անհրաժեշտ է հիշել թիվը։ Հուսով ենք, որ այդ թիվը հիշելը, տեսնելը եւ այլն իր համար բավարար է, ու այն դեպքում ու ես հույս ունեմ, որ կենտրոնական դրական հանձնաժողովը չի խրախուսում տեղամասային հանձնաժողովների վարքը անդադար օգնություն առաջարկելու, որովհետև սա միտում է, որ մենք տեսնում ենք, որ երբ որ տարիքով անձնավորություն է մտնում քվեասենյակ, հանձնաժողովը անպայման որոշում է, որ պետք է օգնել, ինչ որ մեկին պետք է նշանակել օգնելու։ Սա շատ բաց սովորություն է, որը մենք կարող ենք մեկնաբանել որպես գերհոգատարություն, կարող ենք մեկնաբանել որպես վերահսկելու ցանկություն, որովհետև երբ որ մենք տեսնում ենք, թե ինչպես է քվեարկում ընտրողը օգնությամբ, շատ կարևոր է, որ ընտրողը ինքն է որոշում, թե ով է իրեն օգնում։ Կարևոր է, որ ընտրողի կամքը հարցնում են այն պահին, երբ որ ինքը քվեարկում է, որովհետև մենք նաև շատ ենք տեսել դեպքեր, երբ որ օգնողը ինքնուրույն գնում է քվեարկցիկ քվեարկում կամ մոռանալով ընտրողին սենյակի մեջտեղում կանգնած, կամ նույնիսկ եթե հասցնում է քվեարկցիկի մոտ, ոչ մի բան չի էլ հարցնում, հա, իր փոխարեն արդեն որոշել է։ Սա փաստացի այլ անձի փոխարեն քվեարկության միջոց է, որտեղ ոչ միայն հենց մարդը հանցագործություն է կատարում, այլ նաև ըստ էության նվաստացնում է այդ անձի ընտրական իրավունքը, հա, որովհետև նա այդ ուներ այդ ամբողջական իրավունքը։ Ու այստեղ շատ կարևոր է, որ այս գործընթացը հասկանալի լինի։ Ինձ երբեմն իրոք թվում է, որ մեր քվեարկության կարգը այնքան պարզ է, որ մարդիկ մտածում են, որ հաստատ ինչ-որ մի բան պետքա բարդ լիներ, հաստատ ինչ-որ բան չենք հասկացել։ Բայց իրոք շատ հասարակ է, դուք վերցնում եք քվեաթերթիկները եւ մեկ ծրար, գնում եք քվեախցիկում, քվեարկում եք ուղակի ծրարի մեջ դնելով ձեր ուզած քվեաթերթիկը։ Դրանից այլ բան չկա։ Մենք այստեղ պետք է երկու բան երևի թե նշեմ, քվեախցիկի ձևը, որ ունենք, ու այն ստվարաթղթե քվեախցիկը, որ մենք ունենք, բավականին փոքր է։ Այս քվեարկության կարգի համար կարծում եմ մենք ապագայում պետք է մտածենք նրա մասին, որ քվեախցիկը պետք է ավելի մեծ լինի եւ լուսավորության պատշաճ ապահովի, որովհետեւ մենք տեսնում ենք դեպքեր, երբ որ հատկապես տարիքով մարդիկ ոչ թե քվեախցիկի հենց հետևն են սկսում նայել քվեաթերթիկները, այլ դրա կողքը սեղանի վրա, որովհետեւ իրենց ավելի հարմար է։ Սա հիմնականում չի ենթադրում բաց քվեարկելու դիտավորություն։ Սա ենթադրում է ուղղակի, որ քվեախցիկը հարմար չէ։ Այսինքն մենք պետք է ապահովենք, որ քվեախցիկը հարմար լինի։ Օրինակ նաև եթե մարդը կարիք ունի հենվելու այդ քվեախցիկի վրա, քվեախցիկը պետք է ամուր լինի, որպեսզի հենվի։ Իհարկե հենվելը կարևոր է, երբ որ գրիչով է իր գրում, հա, այս դեպքում ավելի կարևոր է։ Բայց ամեն դեպքում, հա, մարդը կարիք ունի օրինակ ինչ-որ հենարանի, այդ դեպքում պետք է դա ապահովի։ Ու ընդհանուր մատչելիության տեսանկյունից ինձ թվում է մենք պետք է էլի ոնց որ լրացուցիչ գործողություններ ձեռնարկենք, որպեսզի ընտրողների համար հասկանալի լինի ինչ է նշանակում, եթե դուք ունեք հաշմանդամություն, տեղաշարժման խնդիր եւ այլն, դուք կարող եք փոխել ձեր տեղամասը, այս գործընթացը կարծում եմ դեռ շատ բարելավման կարիք ունի, հատկապես այն իմաստով, թե որքանով է ընտրողի համար հասկանալի այն տեղեկատվությունը, որ տրամադրվում է տեղամասերի մատչելիության մասին։ Ինձ հասկանալի չի։ Ես կուզենայի, որ օրինակ եթե ես ընտրող եմ, որը թեկուզ կենտրոնական դրական հանձնաժողովի կայքում ընտրողների ցուցակում նայելով տեսնում է իր տեղամասը, ունենար տեսներ այդ տեղամասի կողքը նշում արդյոք մատչելի է թե ոչ, իսկ եթե տեսնում է որ մատչելի չի, նույն քարտեզի մեջ տեսներ իր մոտակա հարմար որ տեղամասն է մատչելի ու օրինակ նույնիսկ կարող էր հենց այդտեղից էլ գնալ e-request-ով դիմում գրելու։ Կարծում եմ սրանք տեխնոլոգիական հասարակ լուծումներ են, որոնք իրականում հնարավոր էին, բայց տեղամասը մատչելի է թե ոչ, դա պետք է հստակ հասկացվի պատկերացնելով ընտրողի երթուղին։ Երբ որ ընտրողը գալիս է տեղամաս, որտեղից ուր է հասնում, ինչպես է կազմակերպում քվեարկությունը, որովհետև երբ որ մենք նայում ենք այն բազաները, որ տրամադրված են, կարող է պարզվել, որ ինքը համարվել է մատչելի, ուղղակի որովհետև քվեասենյակի տարածքը բավարար է կամ դուռը լայն է, բայց մինչև այդտեղ հասնելը օրինակ կան բազմաթիվ աստիճաններ կամ այլ տարբեր խոչընդոտներ, որոնք իրականում հնարավորություն չեն տալու ընտրողին տեղ հասնել։
Այսինքն ամբողջական երթուղու առկայության պայմաններում ասում ենք, որ մատչելի է եւ ահա քեզ հարգելի ընտրող արագ հնարավորություն քվեարկելու այդ տեղամասում, դիմելու եւ լրացնելու դիմումը քվեարկելու այդ տեղամասում։ Շնորհակալություն, շատ մատչելի բացատրեցիք։ Իսկ ինչպես են քվեարկելու այն մարդիկ, որոնք ունեն հաշմանդամություն, սակայն բուժհաստատությունում չեն տանեն եւ ի վիճակի չեն հասնել ընտրատեղամաս։ Շնորհակալություն, ընտրական օրենսգիրքը չի նախատեսել այն անձանց համար, ովքեր որ տանն են, եւ արդեն նշեցի, որ ընտրական օրենսգիրքը միայն հնարավորություն է տալիս այն ընտրողներին, ովքեր որ ստացիոնար բուժման հաստատություններում են իրենց քվեարկությունը կազմակերպել, ազգային ժողովի ընտրությունների ժամանակ է այս դրույթը կիրառվում, բայց նշեմ, որ տնայցեր չի ունենում եւ տանը կողմում գանված քաղաքացին այս պարագայում ընտրելու հնարավորություն չունի։ Սա օրենսդրական ուրեմն նախաձեռնության կարիք կա։ Օրենքը չի նախատեսում չի ընկալում մի տեսակ ինչ է օրենքով նախատեսված չի, որ շրջիկարկը գնա որևէ մեկի այլ հաստատություն կամ այլ վայր, որը որ նախատեսված չի, գնում է միայն շրջիկարկով քվեարկություն կազմակերպվում է միայն ստացիոնար բուժման հաստատություններում, ասեցի ձերբակալման վայրերում եւ ռազմաբժշկական հաստատություններում։ Այսինքն եթե քաղաքացին առողջական խնդրով չի կարողանում իր բնակավայրից դուրս գալ կամ իր տանից դուրս գալ, ապա շրջիկարկը իր բնակարան չի գնում։ Օրենքը դա չի թույլ տալիս, այլապես կարելի է դա էլ կազմակերպել, եթե օրենքը հնարավոր է։ Սա օրենսդրական բաց է, թե այդպես ընտրության իրավունքի այսպես պահպանություն, որ այլ միջամտություն չլինի, պարոն Հովսեփյան։ Իրականում շատ մեծ խնդիր է, որ մարդիկ հնարավորություն չունեն իրենց այլ եղանակներով ընտրել, հաշվի առնելով մարդկանց կարողությունների բազմազանությունը եւ նախընտրությունները նաեւ, բայց մեր օրենսդիր մարմինը շատ պահպանողական է այդ հարցում եւ շատ հաճախ նաեւ դեմ են արտահայտվում շրջիկարկով քվեարկության հնարավորության ընդլայնմանը։ Մենք եկաժամանակ ջատագովում ենք, որ դա ընդլայնվի, այդ թվում ներառի նաեւ տունայցերի կազմակերպում, որովհետև դա մարդու իրավունք է ընտրելը եւ պետությունը պիտի ամեն լուծում գտնի, որ մարդը ով ունի ցանկություն մասնակցել ընտրությանը, բայց ֆիզիկապես չի կարող լքել տունը, կարողանա մասնակցել ընտրությանը։ Սա ըստ էության մասնակցություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի տեսանկյունից ընտրական քաղաքական իրավունքների խախտման օրինակ է, եւ բայց խոսքը ոչ միայն շրջիկարկով քվեարկության հնարավորության մասին է, այլ նաեւ այլընտրանքային այլ տարբերակների հարցը կարող է դիտարկվել, բայց ելի օրինակ էլեկտրոնային քվեարկության կամ փոստային ծառայության միջոցով քվեարկության, որը էլի պահպանողականությունը մեր օրենսդրի թույլ չի տալիս մի քիչ ավելի լայնախոհ լինել եւ մտածել նաեւ այս խմբերի մասին։ Լայնախոհ չլինելու հիմնավորումը պահպանողականությունը չի, երևի այլ բառեր գտնենք։ Եվ ներողություն, իսկ մեր Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք այդ պահին արտերկրում են դեսպանատներում, ինչպես է կազմակերպվում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային քվեարկություն գոյություն ունի, բայց այդ էլեկտրոնային քվեարկությունը վերաբերելի է արտերկրում գտնվող դիվանագիտական կորպուսի եւ ռազմական կցորդների համար, հենց երեք մենք այդ ծրարների կնքման արարողությունը կատարեցինք, հանձնեցինք արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին, որպեսզի այդ առաքումը կատարվի եւ մեր այն քաղաքացիները, որոնք գտնվում են դրսում, կարողանան քվեարկել։ Դա վերաբերելի է միայն, ասեցի, դիվանագիտական, հյուպատեսական կառույցների եւ ռազմական կցորդների համար եւ միաժամանակ պետության կողմից այնտեղ հատուկ ուսումնառության նպատակով գտնվող քաղաքացիների համար։ Դրանց թիվը մոտ 500 երկարությունի կարգի է, թիվը հիմա 270, 500-ից ավել։ 500-ից մենք 3-500 քանի քվեաթերթիկ փակ ծրար ենք տրամադրել հաստատություններին, այլ էլեկտրոնային ինչ որ իմ գործընկերները նշեցին, սրանք օրենսդրական նոր ուրեմն
զարգացումների ուրեմն հարցեր են, որոնք որ եթե օրենսդիրը կգտնի, որ նման փոփոխություններ հնարավոր կլինի դրական օրենսգրքում տեղ գտնեն, կենտրոնական դրական հանձնաժողովը իրավասու կլինի այդ ամբողջը կազմակերպել։ Եթե փաստորեն ներողություն, այսինքն ընտրելու իրավունքից զրկված են կամ չունեն այդ հնարավորությունը ընտրելու այն քաղաքացիները, որոնք հունիսի 7-ին Հայաստանում չեն լինելու։ Համեցեք Տիկին Գրիգորյան։ Ես ուզում եմ ուղղակի հստակ լինի, որ մենք երբ որ խոսում ենք ընտրական իրավունքից, պետք է նաև խոսանք այդ ազատ ընտրության ապահովման ամբողջ գործիքակազմից, որ պետք է ունենա պետությունը իր ընտրողների իրավունքները պաշտպանելու։ Ու երբ մենք խոսում ենք օտարերկրյա պետություններում քվեարկության կազմակերպման, մենք պետք է նաև համոզված լինենք, որ պետությունը հնարավորություն ունի ապահովելու, որ ընտրողները չլինեն տարբեր ազդեցությունների ներքո, որ ընտրողների համար քարոզչության, ինֆորմացիայի հասանելիության հավասար պայմաններ ապահովեն, որ եթե կա ապօրինի միջամտություն իրենց քվեարկության նկատմամբ պետությունը ունի ընդդատություն այդ հարցերով զբաղվելու։ Այսինքն մենք խոսում ենք շատ ավելի մեր սպեկտրի մասին, քան ուղղակի եկեք դեսպանատանը քվեատուկ դնենք ու ասենք եկեք քվեարկեք։ Հա մենք խոսում ենք այլ իրավիճակի մասին, հիմա տեղեկատվության ազատության դարում, քան կարող էինք խոսել, օրինակ, չեմ, տարիներ առաջ։ Մենք իրականում փաստացի քվեարկություն արտասահմանում չունենք 20 քանի տարի երևի թե ըստ էության 19 տարի դա երբևէ չի կիրառվել, իսկ դրանից առաջ երբ եղել է կարծեմ 2003 թվականին կամ 2007 թվականից հենց ընտրություններից 2 ամիս առաջ ուղղակի չեղարկվել է, այսինքն օրենսգրքից հանվել է այդ դրույթը ու չի թույլատրվել օտարերկրյա քվեարկությունը, ենթադրում եմ, որ դա ունեցել է քաղաքական պատճառներ ու ըստ էության օրենսդրության շատ փոփոխություններ են հենց քաղաքական պատճառներով, բայց կարծում եմ, որ այս պահին նպատակահարմար չի խոսել այդ իրավունքի ընդլայնման կամ հնարավորության ստեղծման մասին, զուտ այն պատճառով, որ պետությունը իրոք պետք է իրավունքը տալուց նաև ապահովի, որ այդ իրավունքը չունի որևէ ապօրինի միջամտություն, իսկ դա այլ երկրներում ապահովելը համաձայն եք այնքան էլ հնարավոր չէ։ Մենք Հայաստանի Հանրապետություն պետք է ապահովենք, որ ընտրողների իրավունքին ապօրինի միջամտություններ չլինեն։ Ու նաև այս տեսանկյունից է, որ շատ կարևոր է, որ շրջիկ քվեարկության մասին երբ որ խոսում ենք, մեր առաջարկություններում իրականում հենց օրինակ տանը քվեարկելու մասով մենք ջատագովում ենք, որ անձը պետք է ունենա արժանապատվությունը չնվաստացնող ընթացակարգեր քվեարկության համար, հա, եթե մարդուն մի կերպ օրինակ ֆիզիկական ծանր ինչ-որ վիճակում գտնվող մարդուն ուղղակի մի կերպ հասցնում են տեղամաս քվեարկելու, դա բացարձակապես իրավունքի մասին չի ու դա բացարձակապես հարգանք չի, արժանապատիվ վերաբերմունք չի քաղաքացու նկատմամբ, ապահովել, որ ինքը քվեարկություն հնարավորություն ունենա իր տանը, շատ կարևոր է։ Ու մենք իրականում առաջարկել ենք հենց մեթոդներ, որոնցով կարող ենք ապահովել, որ չլինի ապօրինի միջամտություն, որից այնքան վախենում են, որը իրոք եղել է նախկինում ու օրինակ սրա համար առաջարկում է իրականում ինչ որ դուք առաջին հարցում ասացիք, հա, որ շրջիկ քվեարկությունը դիտարկվի որպես առանձին, այսպես ասած, վիրտուալ տեղամաս, որպեսզի եթե խնդիրներ կան, այդ խնդիրները այնքան մեծ ծավալ են, դու կարողանաս չեղարկել այդ տեղամասի քվեարկությունները կամ նշանակել վերաքվեարկություն եւ դա չազդի ընդհանուր մնացած արդյունքների վրա, բայց կարեւոր է, որ կարողանաս ապահովել ընտրողի արժանապատիվ քվեարկության հնարավորությունը, որպեսզի ինքը կարողանա քվեարկել լրիվ գաղտնիության պայմաններում եւ իրազեկված լինի ամբողջ ընթացակարգի մասին ու չունենի ապօրինի միջամտություն իր քվեարկության համար։ Ես չգիտեմ այս զրույցի այդ բովանդակությունից հետո որքանով է տեղին հետաքրքրվել օրենսդրական կարգավորումները բավարար են թե չէ, ամեն դեպքում այս հարցը հնչեցնում եմ Տիկին Տերչյանյան եւ ինչ խնդիրներ կան օրենսդրական, որոնք հուսանք, եթե հիմա էլ կարգավորված չեն, գոնե հաջորդ ընտրություններին, հաջորդ տասնամյակներին կարգավորված կլինեն։ Հուսանք, որ օրենսդիր մարմինը եւ քաղաքացիական հասարակությունը այս պարագայում ավելի ակտիվ կլինի նման հարցադրումները բարձրաձայնելու եւ ազգային ժողովի կողմից դրանք դիտարկելու առումով եւ իհարկե համաձայնելով Տիկին Գրիգորյանի հետ ասեմ, որ այո, մտավախություններ են եղել ժամանակին շրջիկայքը այլ միջավայրում հայտնվելու դրանց ազդեցությունների վերաբերյալ եւ դա է պատճառ եղել այս հարցը դեռևս իր լուծումը չգտնելու
կարծում եմ, որ քաղաքասարակության եւ օրենսդիր մարմնի համագործակցության արդյունքում դրական օրենսգրքում եւ այլ իրավահարաբերություններում նոր բաներ կլինեն հաջորդ ընտրությունների ժամանակ եւ մենք այդ հաջորդ ընտրությունների ժամանակ ավելի շատ կխոսենք, որ մարդու իրավունքների առումով յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի ապահովման առումով մեկ քայլ արդեն առաջ ենք գնացել։ Ես մի քանի դիտարկումներ ունեի իմ գործընկերների հնչեցրած մտքերի հետ կապված, այո, մատչելիության բաղադրիչի հետ կապված մենք դեռևս խնդիրներ ունենք եւ դա շարունակական գործընթաց է եւ մեկ օրում չենք կարող այդ բոլոր խնդիրները լուծել եւ այդ խնդիրներին լուծում տալ, որտեղ դա համակարգային խնդիր է, բայց ինչ է արվում 3 բաղադրիչների մասին եմ ուզում խոսել մատչելիության ապահովման համար կոնկրետ ընտրական այս process-ում իրազեկման առումով եւ հասանելիությունը ապահովելու առումով պետք է նշեմ, որ բավականին մեծ աշխատանք ենք իրականացնում մատչելիության գնահատման առումով, մինչեւ մեր հարցազրույցը սկսելը մենք Մուշեղի հետ քննարկում էինք, որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավականին մասնակցային այս աշխատանքը կատարում եւ պատվիրակել է հենց այն կառույցներին, ովքեր որ իրակերողներն են, հասարակական կազմակերպություններին, քաղաքասարակության միջոցով եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցաբար ձևավորված տեղամասերի մատչելիության գնահատում է անում եւ գնահատման արդյունքում վեր են հանվում են բոլոր մատչելի տեղամասերի ցանկը, որը հրապարակվում է կայքում, ասեմ, որ արդեն ցանկը հրապարակված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, որը հնարավորություն է տալիս քաղաքացուն գտնել իր տեղամասը, դրա մատչելիությունը վիզուալ առումով կտեսնի, հուսամ մեր գործընկերները կարողացնեն եւ այդ տվյալները կփոխանցեն, որպեսզի վիզուալ արդեն տեսնեն հենց բուն իրենց տեղամասը ինտերակտիվ քարտեզով եւ հարակից այն տեղամասային կենտրոնները, որոնք որ ապահովված են մատչելիությամբ եւ իրենք հնարավորություն կունեն քվեարկությունից 12 օր առաջ դիմելու լիազոր մարմին, փոխել իրենց տեղամասային կենտրոնը եւ ընդգրկվելու այն տեղամասային կենտրոնի ընտրողների ցուցակում, որը որ համարվել է մատչելի։ Այս առումով ասեմ, որ միայն այս գործիքը չի, որ մենք տեղադրում ենք մեր կայքում եւ ասում ենք հարգելի քաղաքացի, ոնց ուզում ես գնա գտի։ Դրա վերաբերյալ եւ ուղեցույց է պատրաստվում, այս շաբաթվա վերջ արդեն տպարանից դուրս կգա եւ մի շարք խաղարկային եւ մուլտֆիլմեր են նախապատրաստվել, դրանք ամսի 10-15-ից հետո դրանք արդեն եթերում կլինեն, միաժամանակ միգրացիայի կողմից են պատրաստում իրազեկման ուրեմն նյութեր, որոնք որ արդեն մեր կայքում դրանք տեղադրված են լինում։ Ավելին ասեմ, հասարակական կազմակերպությունների հետ մեր համագործակցության արդյունքում իրազեկման արշավներ է սկսվել եւ արդեն իմ գործընկերները, որոնք որ հասարակական կազմակերպություններ են այստեղ նստածներ ղեկավարում, իրենք եւս այդ իրազեկման արշավների մեջ ներգրավված են եւ մեր կողմից տրամադրված գործիքակազմը նաև հասանելի են դարձնում մարզերում ապրող մեր հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, որպեսզի իրենք օրինակ իմանան, թե ինչպիսի գործիքակազմ է ստեղծվել, ինչպես տեղամասը փոխել, ինչպես քվեարկության ժամանակ բրայլյան կաղապարը կիրառել, որտեղ մենք արդեն բավական երկար ժամանակ է բրայլյան կաղապարի կիրառելություն ունենք քվեարկության ժամանակ, որպեսզի տեսողության խնդիր ունեցող ընտրողը ինքնուրույն գաղտնի քվեարկելու հնարավորություն ունենա, բայց բախվել ենք տարիների ընթացքում մեկ խնդրի, որ քաղաքացիները չգիտեն ինչպես դա կիրառել եւ այդ ինչպեսի հարցի պատասխանը մենք փորձեցինք այս իրազեկման արշավների միջոցով անել եւ իհարկե ամենակարևորը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մանդատի շրջանակում է իր հանձնաժողովներին ուսուցանել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ խոսում ենք օգնելու ինստիտուտից, մենք ասում ենք, որ դուք պարտավոր եք եւ ուսուցման այս պահին հիմա ընթանում է ուսուցումները եւ ուսուցման մեջ մենք հատուկ բաղադրիչ ունենք, թե ինչպես հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ իրենք աշխատեն եւ ամեն անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գնում է այն ուղերձը, որ յուրաքանչյուր ընտրողի, յուրաքանչյուր քաղաքացու դուք պետք է պատշաճ իրազեկեք, թե ինչպես պետք է քվեարկի, չեմ ուզում կրկնել, արդեն Տիկին Գրիգորյանը մանրամասն ասաց, որ բավականին հեշտ է, բայց այո, լինում է, երբ որ 18 տարեկան
ուրեմն պատանին երիտասարդը գալիս է քվեարկության սենյակ եւ իր ծնողի օգնությամբ ասում է ուզում եմ քվեարկել, ասում ենք ինչու, ասում որովհետեւ առաջին անգամ է, ասում ենք հանձնաժողովի անդամին պարտավորեցնում ենք, որ դուք քո պարտականությունը յուրաքանչյուր քաղաքացու իրազեկել քվեարկության կարգը ինչպիսին է, որպեսզի կարողանա այդ օգնողի ինստիտուտը, որը որ հնարավորություն է տալիս, այո, ավելի նվազեցնել դրա թիվը, որտեղ յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր անհատի համար ամենակարևոր այս միջոցառումը, որին ինքը մասնակցում է, իր ձայնը հասանելի դարձնել է ինքնուրույն եւ առանց որևէ մեկի ազդեցության, դա կլինի բարեկամը, ծնողը, թե որևէ օգնող, որը այդ պահին օգնում է։ Շնորհակալություն, երբ ներկայացնում եք այն մտավախությունները, որոնց պատճառով կամ որոնց հիմքով շրջիկը այդ քվեատուփերը չեք տանում այդ մարդկանց բնակարաններ, դա հիշեցնում էր Պարոնյանին, որ ասում էր ճանճերի դեմ պայքարելու համար միսը վերացրեցին։ Հիմա պարոն Հովսեփյան, օգտվելով ձեր ներկայացումից նաև գուցե թե մեր թեմային չառնչվող մի հարց, հետաքրքիր կա դիտարկում կուսակցությունների ցուցակներում հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվածությունը ունեք տվյալ։ Ճիշտ ասած մենք ամեն ընտրության շրջափուլում մենք դա իրականացնում ենք, փորձում ենք իրականացնել առնվազն տեսանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց մասով, վստահաբար բոլոր ցուցակներում կան հաշմանդամություն ունեցող մարդիկ, եթե առնվազն այդ կուսակցությունները խտրական ֆիլտր չեն կիրառել եւ չեն բացառել այդ մարդկանց, բնականորեն հաշմանդամություն ունեցող մարդիկ լինում են, բայց մագնայտորեն կարող ենք տեսնել, որ առնվազն տեսանելի հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ քիչ ներկայացվածություն ունեն ցուցակներում։ Շնորհակալություն, ինձ թվում է, որ ամփոփ ներկայացրեցինք, խնդրի եթե ինչ-որ բան բաց եմ թողել, կարծես թե ոչ, հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնի տաղավարում քննարկում էինք ընտրությունները խոցելի խմբերի համար եւ զինված ուժերում եւ մեզ այս կարգավորումները հասկանալ օգնեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսակ Տերչանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ հասարակական կազմակերպության նախագահ Մուշե Հովսեփյանը, եւս մեկ անգամ շնորհակալություն եւ հաջողություն բոլորին։